Միասին պատրաստենք զատիկի գլխավոր ուտեստները՝ անմահական քաղցր փլավն ու հայկական իշխանը։ Բրինձը խաշում ենք 1:2-ի հարաբերությամբ, ավելացնում զաֆրան, փակում յուղաթղթով և անջատում կրակը։ Ընտրում ենք ամենաթարմ ու խոշոր ձուկը, տեսեք ինչ ավար ունեմ։ Վերցնում ենք ամենասուր դանակը, ինչ որ ունենք խոհանոցում, ձուկը մասնատում ենք հարմար բաժինների 4-5 սմ լայնությամբ։ Վերցնում ենք հատուկ ձկի կաթսան, կաթսայի ներքևում տեղավորում ենք թարխուն, համեմ, բարակ շերտատած կիտրոն, ձուկը դասավորում ենք այդ ամենի վրա, եղջյուր ենք ավելացնում, աղով ենք համեմում, դնում ենք մարմանդ կրակին, եփում ենք մոտ 40 րոպե։ Այդ ընթացքում պատրաստում ենք փլավի քաղցր մասը։ Առատ յուղի մեջ բովում ենք չրեղենն ու ընդեղենը։ Վերցնում ենք ֆիլո խմորը, բաժանում ենք այնպիսի կտորների, ինչպես որ կրուասանի համար։ Թավայի հատակը յուղապատում ենք նախապես, խմորը տեղավորում ենք այնպես, ինչպես ես ձեզ ցույց եմ տալիս։ Նորից ներսի կողմից էլ յուղապատում ենք, սկսում ենք հավաքել փլավը։ Առաջին շերտով բրինձն ենք շարում, հետո վրայից լցնում ենք չրեղենը ու փակում ենք բրնձով։ Այս փլավը յուղ շատ է սիրում։ Առատ յուղ ենք դնում, կողքերից խմորը վրա ենք բերում, բոլոր անցքերը փակում ենք ֆիլո խմորով, կրկին յուղապատում ենք, տեղավորում նախապես 220 աստիճան տաքացված ջեռոցում մինչև անուշ կարմրի։ Ընթացքում չենք մոռանում ձկան մասին, կարագ ենք դնում եւ անջատում։ Եվ վերջ, ձուկը պատրաստ է։ Այս եղանակով պատրաստված ձուկը չի կորցնում իրեն բնորոշ համը։ Ստացվում է չափից դուրս նուրբ եւ հյութեղ։ Ձուկը գնահատեցի 10-ից 10, անհամբեր եմ փլավի համար։ Տեսեք թե ոնց է կարմրել, արտաքինից ոսկեգույն ու խրխրթան, իսկ ներսում անուշաբույր։ Պարտադիր փորձեք այս բաղադրատոմսերը եւ բոլորիս ուրախ զատիկ։